Kalırız. Once road. Stay kaleluz galuz. Bir bana yazdım aslında yarışı canavar uşadı inganım galis ve balkan aşkıcı. Ama eskartsum aynı hiç Katarvets. Kısan tuakanin yeri vermeniz. Uje razlısın onetsa vens. Zervara Սյունիքի վրա, սահմանամերձ շրջանների վրա։ Բայց մենք հնարավորություն ունենք գոնե մասամբ սա շտկելու։ Եվ այդ հնարավորությունը այս ընտրություններն են։ Նոր մեկ հանդիպում ունեինք ուղղակի գյուղում եւ մի միտք ուղղակի եկավ, որ շատ է խոսում հիմա չէ պատերազմի մասին, պատերազմի սպառնալիքի մասին։ Եվ այդ սպառնալիքը տարածող հենց առաջերտին իշխանությունն է։ Մենք փորձում ենք ասել, որ բոլորս խաղաղության կողմ ենք, բայց պատերազմից խոսողները փորձում են վախ ներշնչել մեր ժողովրդի մեջ, համոզել մեր ժողովրդին, որ իրենք պատերազմի զոհ են։ Մինչդեռ իսկական ղեկավարի պարտքը առաջերտին նա է, որ ամեն ինչ անել, որ պատերազմից հետո դեպրեսիվ վիճակի ժողովրդին անել։ Մենք տեսնում ենք ճիշտ հակառակը։ Փորձում են ցեզ վախեցնել, փորձում են համոզել, որ եթե իրենք չլինեն կլինի պատերազմ։ Նույնիսկ արտահայտություններ է արվում նրա մասին, որ Ղարաբաղյան շարժումը ընդհանրապես ճակատագրական սխալ է եւ հայությունը Ղարաբաղի հետ առնչություն չուներ ընդհանրապես։ Անհետեցությունները։ Ես ծնվել մեծացել եմ Ղարաբաղում։ Երբ մի ժողովուրդ մի տեղ ապրում է, այդ ժողովուրդը իր ապրելու տեղը հետք է թողում։ Հետքը դա պատմամշակութային ժառանգությունն է, դա եկեղեցիներն են եւ կարող եմ ասել միանշանակ, որ Ղարաբաղում բացի մսկիթից Շուշիում որևէ այլ մշակութային ժառանգություն, պատմական ժառանգություն Ադրբեջանը չուներ։ Երբ Հայաստանի ղեկավարը ասում է այդպիսի բաներ, սա նշանակում է, որ ուզում է դուր գալ մեկ ուրիշին, ծառայում է ոչ թե հայկական շահերին, այլ ծառայում է Ադրբեջանի շահերին։ Սիրելի ժողով, ընտրությունը դժվար ընտրություն է լինելու, որտեղ մենք պետք է հասկանանք մենք ինչ ենք ընտրում։ Ընտրում ենք Հայաստան, թե ընտրում ենք Արևմտյան Ադրբեջան։ Եթե ընտրում ենք Արևմտյան Ադրբեջան, ուրեմն իմացեք, որ այս ամբողջ տարածքը Ադրբեջանի համար Արևմտյան Ադրբեջան է։ Իրենք աչք ունեն այս հողերի վրա, աչք ունեն այս ամեն ինչի վրա եւ Սևանը անվանում են Գյոթչայ։ Սա ենք մենք ուզում։ Չեմ կարծում, որ մենք սրանք կողմնակցենք։ Հետևաբար պետք է ճիշտ ընտրություն կատարենք։ Հետևաբար պետք է հասկանանք, որ նաեւ ձեր ճիշտ ընտրությամբ դու ոչ միայն կապահովեք ձեր տների, ձեր հայրենիքի անվտանգությունը, այլ հնարավորություն կտաք տնտեսական զարգացման համար։ Եվ այդ բոլոր հարցերի շուրջ մենք փորձել ենք արտահայտվել մեր նախընտրական ծրագրերում, փորձում ենք նաև ձեզ համոզել հանդիպումների ժամանակ, բայց իհարկե դիմում ենք ձեզ եւ ակնկալում ենք ձեր աջակցությունը։ Ակտիվ պետք է լինենք, հակառակ դեպքում մենք իսկապես լրջագույն խնդիրներ ունենալու ենք։ Առաջինը անվտանգային, երկրորդը տնտեսական։ Ես ուզում եմ հարցնել ձեզանից, օրինակ ձեր կողմերից ինչքան մարդ է արտաքին աշխատանքներում գնում Ռուսաստան եւ գալիս։ Շատ է։ Եթե լսել եք երեք Ռուսաստանի նախագահի Ամուլե ասուլիսը, ուղղակի պետք է ասել, այնպիսի վտանգի տակ է դրվում Հայաստանը,
այնպիսի վտանգի տակ է հայտնում մեր ԵԱՏՄ-ի անդամակցությունը, որ լրջագույն խնդիրներ են ունենալու բոլոր նրանք, ովքեր այդ ճանապարհով են իրենց ընտանիքները պահում։ Տպավորությունը այնպիսին է, որ Հայաստանի իշխանությունները չեն հասկանում իրական աստիճանը, թե մեր ժողովրդի, մեր բնակչության քանի տոկոսն է, ինչ որ չափով կախված Ռուսաստանի հետ մեր հարաբերություններից, ԵԱՏՄ-ի հետ մեր հարաբերություններից։ Մոտ 70% տարբեր աստիճանի կախվածության մեջ է։ Այսօր դա դրվում է հարվածի տակ։ Թե ինչի համար ես չեմ հասկանում։ Իրականում չեմ հասկանում։ Բայց երեկվա Ռուսաստանի նախագահի հարցազրույցը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Մեր մոտեցումը հետևյալն է։ Մեր անվտանգությունը պետք է ապահովված լինի ժամանակակից եւ մարտոնակ բանակով, հզոր, դաշնակցով եւ ուժեղ առաջնորդով։ Այս երեք կոմպոնենտը միասին հնարավորություն կտա եւ ապահովել անվտանգությունը եւ տնտեսական մեր զարգացումը։ Հակառակ պարագայում մենք կանգնելու ենք եւ կանգնած ենք այսօր եւ անվտանգային ճգնաժամի առջեւ եւ մեր առջևում կարող է լինել բավական լուրջ տնտեսական խնդիրներ։ Ուրեմն պետք է ստապվենք եւ այս ամենը շրջանցելու ճանապարհը մեկն է։ Այդ ճանապարհը հունիսի 7-ն է եւ այդ ճանապարհը քվեաթերթիկն է, որի վրա գրած է 17։ Հիշեցիք։